Պարոն Մամիկյանյան, տեսեք, երեք վարչապետի իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանն էր կոչով հայտարարությամբ հանդես եկել ուղղված քաղաքական ուժերին, ինչու նոր, այսպես ասենք, որոշեցիք նորից արթնացնել այս թեման իմպիչմենտի, ինչ հաջողություն կարող է ունենալ այս անգամ եւ ըստ էության նաեւ ակնարկ էր փողոցային պայքար սկսելու, ճիշտ ենք հասկացել։ Ճիշտ ասած, այդտեղ ձեր ձևակերպումներից մի քանիսի հետ ես համաձայն չեմ, պարոն Ֆարադյան։ Առաջին իմպիչմենտի թեման քնած չի եղել, որ մենք արթնացնենք կամ այն չարթնացնենք։ Դա միշտ մեր օրակարգի թիվ 1 հարցն է։ Իմ համեստ կարծիքով դա վերջին շրջանում միակ ամբողջական առաջարկված ծրագիրն է ընդդիմության կողմից, իսկ Դավիթ Համբարձումյանը, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը, մեր ընկեր Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է իմպիչմենտի միասնական թեկնածուն։ Ես երկար կարող եմ գովերքի խոսքեր շռայլել պարոն Համբարձումյանի երեկվա նամակի հետ կապված, որը պետական մտածողության ընդհանրական, բոլորիս ընդհանրական նպատակի այն է իշխանափոխության կարևորությունը գիտակցելու եւ երկրորդական նպատակները մի կողմ դնելու, ինչպես նաեւ անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էր, բայց կարծում եմ դա ակնհայտ է մեր քաղաքացիների համար։ Ինչ վերաբերում է ձեր ասացին, որ ակնարկ կար։ Այդտեղ ակնարկ չէր, ուղիղ հղում էր փողոցային պայքարին, որովհետև իմ համեստ կարծիքով դեմ լինել իմպիչմենտին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որը իմ կարծիքով ընդդիմության համար անընդունելի գործելավոճ է։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմինը մոտ օրերս նիստ կգումարի եւ արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ իր եզրակացությունը կհայտնի այդ նամակի եւ առաջիկա process-ների վերաբերյալ։ Փողոցային պայքար է նախանշում պարոն Մամիկյանյան։ Թեպետ ես գործադիր այդ պայքարը դուք թե այլ ուժեր։ Թեպետ ես գործադիր մարմնի անդամ եմ, եկեք գործադիր մարմնի ընդհանրական որոշումից առաջ դրա վերաբերյալ Իսկ արձագանքներ եղել է։ Հերթով ժողովուրդ, բոլորին պատասխանելու։ Սարգսյանը վերջերս ակնարկեց, որ նորություն կլինի Ինչպես տեսնում եք, այս հայտարարությունը խոսքը այս գործընթացի այս փուլի մասին էր, այո։ Պարոն Մամիկյանյան, Այս կողմից սկսեմ, եթե դեմ չի։ Պարոն Մամիկյանյան, մի քանի ձախողված փորձեր են եղել փողոցային պայքարի, ինչ երաշխիք կա, որ այս անգամ կհաջողվի, որ նորից նույն Գիտեք, նախ էլի, եթե թույլ տաք ձեր ձևակերպման հետ մի փոքր ճշտում բառը չի, բայց ամեն դեպքում կարծիք ասեմ։ Փողոցային մինչև հիմա տեղի ունեցած բոլոր պայքարները հիմնական ամբողջական նպատակին չեն հասել, ինչ խոսք այդտեղ վիճել հնարավոր չի։ Բայց անվանել ձախողված մի գործընթաց, որի ընթացքում մենք մեր պայքարի եղբայրները հայտնվել են անազատության մեջ, կրել են ծանր մարմնական վնասվածքներ եւ այլն, մի քիչ կոռեկտ չի հենց իրենց իսկ նկատմամբ։ Ուստի այո, այդ պայքարները չեն հասել իրենց նպատակին, բայց որևէ պայքար նախաձեռնելիս կամ դրա ամենավտանգավոր տեղերում ներգրավվելիս հանրապետականը երբեք չի հաշվարկում շանսերը, լավ շանսերը լավն են, սկսենք պայքարել, շանսերը այդքան էլ լավը չեն, սկսենք չպայքարել։ Կաթիլը քարածակում եւ մենք պարտավոր ենք, պարզապես պարտավոր ենք, հաշվի առնելով մեր խոստումները, հաշվի առնելով մեր ասածները, մինչև վերջին վայրկյան բոլոր հնարավորությունները օգտագործել իրական նպատակի իշխանափոխության հասնելու համար։ Ես չեմ կարող երաշխավորել այս կամ այն պայքարի փուլը ինչ արդյունքի կհասնի, բայց կարծում եմ պատճառաբանությունը, որ իսկ եթե չստացվի, պայքարը չսկսելու համար ադգավորկա չի, բարեր են բառը մոռացել եմ։ Այս կողմից գամ այստեղ, եթե դեմ չեք։ Երբ Հայաստան խմբակցությունը հիշում եք մի քանի ամիս առաջ իր ստորագրությունները տվեց, որպեսզի իմպիչմենտի գործընթացը սկսվի, դուք վստահեցնում եք, որ կան քպական պատգամավորներ, որ այս գործընթացին, այսպես կուլիսներում խոսում են այն մասին, որ կարող են միանալ, կան արդյոք քպականներ եւ օրինակ պատիվ ունեմ մի արդեն նախկին անդամ Իշխան Զաքարյանի հետ այս թեմայով որևէ քննարկումներ եղել է, նա պատրաստ է, եթե փողոց գեներացվի եւ այլն, մեկ քպականների անհրաժեշտ թվով քպականների հետ նա էլ միանա այդ ստորագրություններին։ Իշխան Զաքարյանի հետ քննարկումներ եղել են, թե ինքը ինչի է պատրաստ, ինչի պատրաստ չի, կարծում եմ պետք է հարցնել իրենից։ Ինչ վերաբերվում է քպական падգամավորների եւ առհասարակ падգամավորներ, մենք անկախ падգամավորներ ունենք, չէ՞, հետ քննարկումների վերաբերյալ ամենատարբեր ձևաչափերով, ամենատարբեր մարդկանց կողմից եղել են քննարկումներ, եղել են աշխատանքներ, բայց դուք եք հասկանում, որ
եթե վարչապետի միասնական թեկնածուի հայտարարումից 1 ամիս հետո կալանավորում են։ Ակնհայտ է, չէ, որ այն ԿՊԱ-ականները, որոնք այս կամ այն գործընթացի մեջ են, կվախենան հրապարակային դրա մասին ասեն։ Եվս մեկ անգամ ասեմ, այն падգամավորները ԿՊԱ-ական, որոնք այսօր երեկոյան ենթադրենք ստորագրելու են impeachment-ի գործընթացը, շատ հավանական է, որ առավոտը տան ինտերվյու, որ ասեն, որ ամեն ինչ լավ է, մեր թիմը կուռ է, պերաշկիով եւ այլնով եւ ամեն ինչով։ Դա ցուցիչ չի։ Աշխատանքները տարվում են, այդ աշխատանքներին իշխանությունները իրավական պսևդո իրավական իհարկե քաղաքական հետապնդումներով ամեն կերպ խանգարում են, սկսած Դավիթ Համբարձումյանի անձնապես նկատմամբ քրեական հետապնդումից, վերջացրած իր ազգականների նկատմամբ հետապնդումներից եւ շատ ու շատ դրսեւորումներով։ Եվ ի պատիվ Դավիթի ինքը այդ ամենին դիմակայում է, առավել եւս կոչ է անում, որպեսզի գործընթացը եւս մեկ փուլով, եւս մեկ անգամ ակտիվացվի։ Իսկ եղել են ԿՊԱ-ականներ, որ պատրաստ են եղել են քննարկումներ, եկեք ես ավելի ինչ ասեմ։ Անկախ պատգամավորներից հետ ԿՊԱ Բոլոր պատգամավորների հետ եղել են քննարկումներ։ Խախտեցի, բայց այս կողմից սկսենք լավ։ Չէ, ոչ մի տրաբես ոչ։ Պարոն Մամիջանյան, ես ուզում եի հարցնել Դավիթ Համբարձումյանի այդ հայտարարությունը փաստորեն նշանակում է, որ ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ, այսինքն ճիշտ է ընկալվել, պետք է դուրս գա այժմ փողոցային պայքարի, որպեսզի հաջողի impeachment-ի գործընթացը։ Դա փողոցային համընդհանուր ոչ էր ընդդիմությանը դուրս գալ փողոց։ Նորից ասեմ, impeachment-ի գործընթացը ինքնին ենթադրում է փողոցային պայքար, կարծում եմ դրանում բոլորս համակարծիք ենք։ Ես էլ եմ բազմից ասել, բոլորն են դրա մասին ասել, այդ թվում նաև նախագահ Սարգսյանը, այդ թվում նաև Դավիթը, բոլորը։ Մենք արդեն տեսնում ենք, որ կեղծվում են ընտրություններ։ Արդեն։ Այդ կեղծումները ձևակերպվում են որպես արտաքին ազդեցության դեմ պայքար, այդ կեղծումները դրսևորվում են հիմնական դերակատար քաղաքական ուժերի ղեկավարների կամ առանցքային դերակատարների ապօրինի կալանքով, սկսած պարոն Կարապետյանից, շարունակած Խաչիկ Գալստյանով ու մեր բոլոր ընկերներով, էլի հատարհատ չթվարկեմ, ի սկզբանե ներողություն եմ խնդրում, որ բոլորի անունը չեմ տվել։ Հիմա ո՞րն է ավելի լավ։ Պարզ եմ ասում։ Փորձել ռեալ գործիքը, impeachment-ի գործիքը, իսկ նույնիսկ եթե այս կամ այն պատճառով այն հաջողության չհասնի, իշխանությունները կտեսնեն, որ արկա է լծակ փողոցային պայքարի, փողոցային ակտիվության տեսքով, որը իրենց գուցե հետ պահի այս կամ այն անօրենությունը, այս կամ այն կեղծիքը, մինչև ժամանակ կամ ընտրություններից հետո իրականացնելու համար։ Կարծում եմ, այստեղ երկար քննարկման առիթ չկա, դա լավ բան է թե վատ։ Պարոն Մամիջանյան, ես ճիշտ լսել եմ, հեսա պատասխանեմ։ Պարոն Մամիջանյան, այսինքն ճիշտ է ընկալվում, փողոցային պայքարի կոչ է արվում այս փուլում, պարոն Համբարձումյանի կողմից, ընդհանուր ընդդիմադիր ընկալվել չընկալվելու բան չկա, գրված է դա հայտարարության մեջ, այո, եթե Ձեր գմնիստում նախապես չեք քննարկել, կոնսուլտացիաներ չեն արվել ընդդիմության։ Հաջորդ անգամ անպայման Լուսինե ջան, ձեր կարծիքը հաշվի կառնենք։ Ընդդիմադիր դաշտին, այսպես ասած, փչացնել ընտրություններից 5 պակաս 2 ամիս է մնացել եւ դուք բոլորին տպավորություն է շատերի մոտ, որ փորձում եք ներքաշել ձեր օրակարգը։ Ինձ թվում է դուք խառնել եք ճեպազրույց տվողին։ Ես տարանջատում օպերացիայի հեղինակներից չեմ։ Ես ընդդիմությանը թիրախավորելու թույլ կտակ հավարտեմ։ Թույլ կտակ քննարկվել է ձեր գործընկերները իրենց մոտեցումները արտահայտել են եւ վերապահումով են ձեզ մոտեցել։ Հիմա ընտրությունից 2-3 ամիս առաջ նորից փոխվենք տեղերով ձեր բրիֆինգն անցուց թե։ Եվս մեկ անգամ։ Նախ այդ փաստից հետո, որոնք դուք նշում եք, նախ ես ուզում եմ տեսնեմ այն ընդդիմադրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին։ Երկրորդ, դուք համարում եք, որ իրողություններ չեն փոխվել։ Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր։ Եվ եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կկանգնի ու կասի, որ ինքը փողոցային պայքարին դեմ է, ես շատ զարմացած կլինեմ։ Ինչ վերաբերվում է որևէ իրական ընդդիմադրին երբևէ թիրախավորելու կամ փչացնելու վերաբերյալ, լավ է, որ այդ հարցը տվեցի։ Երեկա Դավիթ Համբարձումյանը արել այդ հայտարարությունը ու դրանից հետո անմիջապես առանց սպասելու հանրապետականից որևէ արձագանքի որոշ քաղաքական շրջանակներ արդեն իսկ սկսել են սադրիչ գործողություններ։ Փորձում են անդադար կռվածնել, փորձում են մեզ սադրել, որ մենք սկսենք իրենց պատասխանել։ Դա չի հաջողվելու ու այս գործընթացի նպատակը
ընդդիմության համախմբումն է եւ եւս մեկ հնարավորություն օգտագործելը։ Մենք բոլորս խոստացել ենք օգտագործել բոլոր գործիքները, բոլոր հնարավորությունները իշխանապողության համար։ Հանրապետականը դա անում է։ Եթե չստացվի ժողովրդի մոտ հիասթափության նոր հիասթափության մասով եւ փողոց գեներացնելու։ Ես կարծում եմ, որ բոլորս Չէ, բայց ինչպես է մարդիկ դուրս գալու կան։ մի վարքան տեխնիկական եւ կոնկրետ հանրապետականի առաջարկը ձևակերպված կլինի գործադիր մարմնի նիստից հետո 1 ձեր հարցի հետ կապված այդ կարծիքը շատ մեծ խնդրեմ է առաջացնում բացատրեմ ինչի ես սովոր եմ փաստերով ֆիքսվել մինչ օր կարծիքը վերաբերում է նրան որ հիասթափություն կարող է առաջանալ ընտրություններից առաջ մինչ օրս եղած բոլոր մեծ ընդդիմադիր իրենց արդյունքին չհասած պայքարները ամեն մեկը եղել են ավելի մեծ քան նախորդը Դիմադրության շարժումը ավելի մեծ էր քան ՀՓՇ-ն, սրբազան պայքարը ավելի մեծ էր քան դիմադրության շարժումը։ Փաստացի դուք կարող եք ասել, որ կարող էր հիասթափություն առաջանալ, բայց նորից եմ ասում, ամեն հաջորդ շարժումը եղել է ավելի մեծ ու այն 50-60 տարբեր թվեր են շրջանառվում, 1000 քաղաքացիները, որոնք հրապարակում էին սրբազան պայքարի ժամանակ, ոչ միտեղ չեն վերացել։ Այդ մարդիկ կան ու ակնհայտորեն դեռ ավելացել են, չէ՞։ Եվ չփորձել դա չօգտագործել ամենահստակ Նիկոլ Փաշինյանից 0 կախում ունեցող գործիքը, որը ամրագրված է սահմանադրությամբ, իմ համար ճիշտ ասած անկալելի է։ Այս կողմ կամ ու վերադառնամ հետը։ Ամեն դեպքում երկրորդ նախագահը ասել է, որ Պարոն Մամիջյան, երկրորդ նախագահը ամեն դեպքում նշել է, որ իրենք պատկերացնում են ընտրությունների միջոցով իշխանափոխությունը։ Եթե ամեն դեպքում իրենք չհամաձայնվեն, այս դեպքում դուք միայնակ եք պայքար նախաձեռնելու։ Շատ են եթերները հարցին, որպես ես պատասխանեմ, նույնիսկ մենք մեր հայտարարությունը չենք արել, դուք արդեն ուզում եք ես դրա հավանական արձագանքը մեկնաբանեմ, բայց շատ լավ հարց տվեցիք շատ կարևոր կետով։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, իմպիչմենտի գործընթացը եւ ընտրական գործընթացը իրար հակասող չեն, իսկ փողոցային պայքարի պարագայում փող լրացնող են։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, եթե իմպիչմենտի օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար։ Նույնիսկ եթե այն չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որպեսզի զսպեն իշխանություններին կեղծիքներ, խախտումներ անելը, որոնք իրենք միանշանակ անելու են։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, ընտրությունների մասնակցությունը, ընտրությունների բարձր մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից կարևորագույն կետերից է, պարզ բացատրությամբ։ Փաշինյանի ընտրողների թիվը ֆիքսված է, դա ադմինիստրատիվ ռեսուրսն է, դա իրենից ուղիղ ֆինանսական կամ այլ կախումներ ունեցող մարդիկ են եւ մեր դեռևս խապված մտնում է մեջը վարչական ռեսուրսը եւ դեռևս իր կողմից խապված մեր քաղաքացիները դա ֆիքսված թիվ է ոչ աճում է ոչ նվազում է գնալով նվազում է թվեր չասեմ ներողություն այդ ֆիքսված թիվը ինչքան շատ լինի մասնակցությունը այնքան ավելի ցածր տոկոս կլինի դա քաղաքականություն չի դա մաթեմատիկա է ուստի անկախ զուգահեռ իմպիչմենտի գործընթացից ընտրությունների մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից անհրաժեշտություն է։ Պարոն Մամիջանյան, այսինքն դեռ վերջնական որոշում չկա, ճիշտ հասկացա, պետք է մասնակցության մասով։ Չէ, փողոցային պայքար սկսելու, պետք է դեռ հանրապետականը Ես երևի մի քիչ բան ասեցի, դա սահմանման մեջ է իմպիչմենտի, այդտեղ որոշելու բան չկա։ Միանշանակ որոշելու բան չի։ Առաջարկի ձևը, դրա քննարկումները եւ թե կոնկրետ ինչ առաջարկով ենք հանդես գալու դաշտին լսեք գործադիրի մարմնից հետո, բայց այն որ իմպիչմենտը հավասար է, նույնական է փողոցային պայքարին, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մենք Դավիթ Համբարձումյանի մոտեցումները Ես ներողություն եմ խնդրում Լուսինե ջան, բայց կարծում եմ որ հանրապետական որևէ ներկայացուցիչ երբեք չի կարելի հարցնել դուք եք փողոց դուրս գալու թե ուրիշներ ավարտեմ ընտրությունների են պատրաստվում։ Ի վերջո Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ է անոնսել, մի քանի օր առաջ է անոնսել իմպիչմենտի գործընթացի մասին ու հիմա դուք որ ասում եք չեք քննարկել, կներեք չենք հավատում որ չեք քննարկել, դուք քննարկեք նորություն կլինի իմպիչմենտի։ Թե դուք ինչին եք հավատում, չեք հավատում, ինձ ճիշտ ասած առանձնապես չի հետաքրքրում, իսկ եթե չի հետաքրքրում, ուրեմն մի հարցրեք ինձ որևէ բան։
Ինչ վերաբերում է հանրապետականին հարցնել, դուք եք փողոցում լինելու, թե ինչ որ մեկին եք փողոց ուղարկելու։ Ճշտեք, թե քանի հանրապետականը երբևէ բերման ենթարկվել ակցիաների ժամանակ։ Քանի հանրապետականը հարցը այդպես չի հնչել։ Հարցը այդպես չի հնչել։ Հարցը հետո խմբագրվել է, թե ձեր հույսը մյուսներն են նաև։ Բանավեճը չի։ Որևէ հանրապետականին երբեք չի կարելի մեղադրել փողոցում չլինելու համար։ Եթե հարցը հնչեր, ես ասում եմ, ձեր հույսը մենակ մեր հույսը Տեր Աստվածն է։ Պարոն Մամեջանյան, ինչ եք կարծում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եթե հանրապետականը մարդկանց կոչ անի դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգան, թե ոչ։ Գիտեք, ես ձեր հարցի մի փոքր այլ կերպ պատասխանում չգիտեմ կգոհացնի ձեզ թե չէ։ Մինչև այսօր բոլոր անգամները, երբ հանրապետականի կուսակցականները եւ համակիրները դուրս են եկել փողոց ամենատարբեր ակցիաների ժամանակ, դա եղել է նախագահ Սարգսյանի կոչով։ Ես չասեցի, որ բավարար է եղել։ Ես ասեցի, որ մինչև այսօր երբ դուրս են եկել, եղել է նաեւ նախագահ Սարգսյանի կոչով։ Այդ ժամանակ ընդրություններին բավականին երկար ժամանակ էր մնում։ 1 տարի։ Այս պահին 1 տարի էր մնում։ Այո, եւ ես եւս մեկ անգամ ասում եմ, որ ոչ իրավական, ոչ քաղաքական տեսանկյունից իմպիչմենտի գործընթացը եւ ընտրությունների գործընթացը միմյանց չեն հակասում։ Հանկարծ որևէ մեկին չթվա, որ իմպիչմենտի գործընթացի այս փուլը ուղղված է որևէ մեկի կամ որևէ գործընթացի դեմ։ Սա ուղղված է հանուն։ Մի բան հստակեցնեմ, եթե մյուս ընդդիմադիր ուժերը համաձայն չեն կան ձեր օրակարգ, դուք այդուհանդերձ Եկեք իրանք հայտարարեն նոր, հա։ Եկեք իրանք հայտարարեն նոր։ Հա, դե ինչ անեմ։ Ալեն Սիմոնյանը դիմել է Սերժ Սարգսյանին, ասելով, որ նա հետ քաշվի քաղաքական դաշտից, քանի որ իր կողքինները երազում են դրա մասին, Արմեն Աշոտյանը եւ մյուսները։ Դուք երազում եք, պարոն։ Առաջին ուրեմն ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը պիտի լավ գիտակցի, որ իր քաղաքական եւ ոչ միայն կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ դա մեկ։ Բայց այնուամենայնիվ մի քանի կետով պատասխանեմ։ Երկրորդ, այդ թվում նաեւ այդ կալիբրերի տարբերությունը կայանում է հետեւյալում։ Նախագահ Սարգսյանը այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամը իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը։ Այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձեցրել, բայց երբ որ իրանք իշխանությունն էին, իրենք հանձնեցին եւ Աղդամը, եւ Արցախը, եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որոշակի հատվածներ։ Եվ վերջին կետը կապված Ալեն Սիմոնյանի հետ, չնայած ինքը համարյա ամեն հարցազրույցում, այդ թվում նաեւ ձեր նշած հարցազրույցում մեկ կամ մի քանի անգամ կրկնում է, որ ինքը ազգային ժողովի նախագահ, ամենայն հավանականությամբ, որ մարդիկ դա ֆիքս են, բայց թող իր երազանքները մեծ չպրոյեկտի։ Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին։ Ալեն Սիմոնյանը արտահայտում էր իր երազանքները ԿՊ-ում փոփոխությունների տեսանկյունից։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը թող զգուշ լինի։ Որ հեռանա, դուք ձեր քաղաքական կարիերան կարող եք ասում եք ձեր քաղաքական կարիերան դուք կարողանաք շարունակել, եթե Սերժ Սարգսյանը հեռանա։ Ալեն Սիմոնյանը թող իմ քաղաքական կարիերայից չանհանգստանա, թող իր բանտային կյանքից անհանգստանա։ Պրագմատիկ գործիչ եմ համարում։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ ձեր անձնական կարծիքը լսել, ոչ այս Ես դատախազ չեմ։ ժամանակն եք ընտրել փոփոխություններից 2 ամիս առաջ իմպիչմենտի վերաբերյալ եւ արդյոք դա հնարավոր է տեխնիկապես։ Մենք նախ նորից ասեմ, տեխնիկապես, իրավապես դա այո հնարավոր է։ Քաղաքական տեսանկյունից, ձեր հարցը նաև քաղաքական էր, որևէ հակասություն չկա իմպիչմենտի եւ ընտրական գործընթացի միջև։ Ես նորից եմ ասում, իմպիչմենտի գործընթաց հավասարազորափողոցային պայքար։ Ինչ որ մեկը համարում է, որ մտնել ընտրական գործընթաց ուժեղ, իր պահանջները պաշտպանող, իր իրավունքները պաշտպանող փողոցով վատ է։ Ես չեմ կարծում, որ այդպիսի մարդ լինի, այնպես որ ոչ դա հակասության մեջ չի, ոչ ընտրություններին մասնակցությունը հայտարարած քաղաքական ուժերի հետ։ Դա փորձում են որոշ սադրիչներ այդպես ներկայացնել տարբեր քաղաքական ճամբարներից, ցավոք սրտի հիմնականում երկրորդ նախագահի քաղաքական ճամբարից, բայց մենք այդ սադրանքներին չենք տրվելու։ Մեր գործընթացի նպատակը համախմբումն է եւ իշխանապողությունը։ Վերջին ճեպազրույցում Սերժ Սարգսյանը ասում է, որ անակնկալ է լինելու հաջորդ դատական նիստին։ Սրա մասին էր խոսքը։ Պատասխանել եմ, այս փուլի մասին էր։ Այս փուլի 2017 թվականին 700,000-ի կարգի թվեր եք ստացել հանրապետականներով
Հիմա բայց որ կոչ եք անում փողոց դուրս գան, ձեր 700,000 աջակիցները փողոց դուրս չեն գալիս։ Ինչ է եղել ձեր երկրագնդի վրա, պարոն Կիրակոսյան, այդպիսի քաղաքական ուժ կամ այդպիսի քաղաքական միավոր չկա, որը ինչքան ձայն է հավաքում ընտրություններին կամ էլեկտորալին, նույնչափ կարողանում է դուրս անել։ Այդպիսի բան գոյություն չունի։ Ես ձեր մասշտաբայնությունը եւ հնարավորությունները չունեմ, որ այդքան հեշտ ասեմ 200,000 մարդու մասին, գիտեք, ես այստեղ սեթևեթելու կարիք չունեմ, մաքսիմալ ոչ, մաքսիմալ այն խախտումները, որոնք եղել են, ձայնը արձանագրվել են եւ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունների հետ կապված հանրական դատարան չի դիմել։ Վայ, չես պատկերացնում ինչ տիպի ոչ, հաստատ է, ինչ կասես կարելի է ինձ մեղադրել բացի դրան։ Ինչ վերաբերվում է ես կարող եմ սեթևեթել, փորձել խաբել եւ այլն, բացարձակ հանրապետականը ոչ։ Ես շատ հպարտ եմ իմ կուսակցական ընկերներով, որոնք այսօր կողքի պայքարում են անկախ այն բոլոր զրկանքներից, որոնք իրենց հանդեպ արվում են։ Բայց ես կարող եմ ասել ձևակերպումներ անել, որ մենք ավելի շատ մենք մաքսիմալ ինչքան կարողանում ենք եւ փողոցային պայքարի եւ միջազգայինի եւ քաղաքական պայքարի պարագայում մոբիլիզացնում ենք ու փորձում ենք ընդհանուր գործին օգուտ տալ։ Լավ կլինի, որպես բավական բոլորը։ Մի հարց էլ կամ տեսեք տարբեր փուլեր են եղել։ Ստորագրություններն էին պակասում, ասում էիք ստորագրությունները հենց տան անելու ենք իմպիչմենտը։ Հիմա նորից նոր օրակարգ եք բերել, հիմա հելնենք փողոց, նորից ընդդիմության մյուս ուժերին քաշեք։ Հիմա ուզում եմ հասկանամ, ստորագրությունները եղան, այս դեպքում եթե իրենք չհամաձայնեցին, դուք փողոց դուրս գալու եք, թե ոչ։ Հանրապետական առանձին միայնակ դուրս գալու եք, թե ոչ։ Հանրապետականը փողոցային պայքար չի դադարեցրել։ Ես նեղություն եմ ձեր ազգանունը, չգիտեմ դրա ազգանունով չեմ դիմում։ Հանրապետականը հիմա փողոցային պայքարը չի դադարել։ Երբ որ ասում եք հիմա ասում եք փողոց, ոչ ի սկզբանե ենք ասել փողոց։ Դուք ինչ որ քաշել բառ օգտագործեցիք։ Ես չեմ հասկանում ինչի է այս ընկալումը։ Իմպիչմենտը ուղղված է մի մարդու դեմ, այդ մարդու անունը ազգանունն է Նիկոլ Վովայի Փաշինյան։ Մնացած ներողություն եմ խնդրում։ Ես անձամբ ընդդիմությանը երբեք ոչ բանում չեմ մեղադրել։ Եթե կան մարդիկ, որոնք պլանավորել են Նիկոլ Վովայի Փաշինյանին պաշտպանել, ես իրանց հետ ընդհանուր անելիք չունեմ։ Ինչ վերաբերվում էր մի հատ էլ հարց կրել ասացի։ Տեսնում եք, նույնիսկ դուք մոռացաք, որ հիշեմ պատասխանը։ Պարոն Մամիջանյան, տեսեք, ընդդիմադիր բոլոր փողոցային պայքարները, որոնք եղել են 20-ից հետո, ստեյության եղել են ինչ-որ մի օրակարգ, որը իշխանությունը, այսինքն մի փուլում Արցախի հետ կապված խնդիրներ հետո եղավ Նիկոլ Փաշինյանի նշաձողի հայտարարություն, այսինքն դրանք բոլորը հաջորդել են այն հայտարարություններին, որ արել կամ գործողություններին, որ արել է իշխանությունը։ Հիմա այս փուլում այդպիսի ինչ դուք կնշեք։ Գիտեք ինչի է այս հարցը առաջանում, հասկացել եմ հարցը։ Եվ ավարտեմ, պարոն շարունակեք։ Եվ ուզում եմ հասկանամ, ձեր գնահատմամբ ինչ է պետք է մոտիվացնի, ստիպի, դուք կարող եք ձևակերպում ընտրել մարդկանց, որ լայն զանգվածներ նախընտրական այս փուլում իսկապես դուրս գան փողոցային պայքարի։ Ուրեմն կետ առաջին վերջից սկսեմ։ Երբեք ինձանից չեք լսի, որ ես բողոքեմ, որ մարդիկ դուրս չեն գալի փողոց։ Եթե մարդիկ դուրս չեն գալի փողոց, դա մեր մեղքն է։ Հավաքական բոլոր քաղաքական ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Այդ տարբերակը ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով իշխանապողություն անել չեմ կարող, Հայաստանի քաղաքացիներին տարեք Բելգիայի քաղաքացիներին բերեք, տեսեք ինչ եմ անում, այդ մեր դեպքում չի աշխատում։ Սա առաջին։ Երկրորդ հարցը վերաբերում է պատճառներին։ Գիտեք ինչի է այդ հարցը առաջանում։ Այնքան շատ են այդ կայծերը, որ մեր բոլորիս ընկալիչները, զգայարանները, բթացելը լավ բառ չի, բայց էլ նույն սրությամբ չեն արձագանքում։ Դուք պատկերացնում եք մեր տարածքով անցնող տրանսպորտային հանգույցի, որը որոշ փորձագետներ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ անվանում են միջանցք, հետ կապված քննարկումները եւ բանակցությունները Բաքվում տեղի են ունենում Ամերիկայի փոխնախագահ Վենսի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ առանց մեր մասնակցության։ Թուղթ-մուղթ այնտեղ ստորագրվում, քննարկում են քանի մետր, քանի կիլոմետր պիտի լինի։ Մենք չենք մասնակցում։ Մենք նկատում ենք Հայաստան։ Հիմա դա ինքն իրանով կայծ չի։ Իհարկե կայծ է։ Հիմա չկա հանրային, ավարտեմ էլի, առավել եւս չկա հանրային ընդվզում այդ ամբողջին։ Ես շատ մեծ դժվարությամբ կփորձեմ հիշել աշխարհի պատմության մեջ որևէ փողոցային պայքար հաջողությամբ
պսակված, որից մի ամիս առաջ այդ կայծը նկատելի էր։ Կան դեպքեր, որ 3 օր առաջ այդ կայծը նկատելի չէր։ Կարելի է հավերժ նստել ու ասել, գիտեք ինչ, կայծ չկա, իսկ կարելի է այդ կայծը փորձել ստեղծել։ Դրանով մենք հիմա զբաղվում ենք։ Լավ հիշեցրեցիք։ Ընդդիմության մյուս ֆրակցիայի ստորագրությունները ձեռք բերելը տևեց 3 կամ 4 թե 2 ամիս։ Հա, բայց տվեցին, չէ՞, բաց սկսեին։ Հա, բայց տվեցին, լավ, բարձր։ Տեսեք, վերլուծելով 3 ամիս հետո բայց տվեցին, ճիշտ։ Չէ, ստորագրել էին, հետո ասեցիք չէ տվեք մեզ։ Նորից սկսենք, խնդրում եմ էլի։ վերլուծելով զարգացումները Ստորագրել էին, դրա համար նորից ստորագրեցին։ Հնարավոր է, այսպես ասենք, հա, նաև ձեր մոտ կա այդպիսի տեսակետ, թե ոչ, նաև հանրության որոշակի շրջանում կա այսպիսի տպավորություն, որ այսօրվա ընդդիմությունը, ընդհանրապես ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմության մոտ ընտրապայքարի մրցավազք է Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն աշխատելու, մի քանի մանդատ պոկելու։ Ձեր հարցին ամբողջական պատասխանը կլինի այն ժամանակ, երբ հանրապետականը վերջնական որոշում կայացնի ընտրությունների մասնակցելու հետ կապված, բայց նախագահ Սարգսյանը մի քանի օր առաջ հանրապետականի բանաձևը հստակ ձևակերպել էր։ Մեզ այդքան էլ չի հետաքրքրում որևէ այլ նպատակ, քան Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացումը։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հեռացնել իշխանությունից, ինչ տարբերություն թե ով խորհրդարանում կլինի, բոլորս պարտավոր ենք կպնել գործի եւ այնպես անել, որպեսզի մեր երկիրը ավելի անվտանգ եւ խաղաղ լինի։ Եթե դա հանկարծ ինչ որ պատճառների եւ կեղծիքների արդյունքում չհաջողվի, ոչ իմպիչմենտով, ոչ ընտրապայքարով, ինչ էականացես դալիճումով անստացնել։ Ամիջանյանը երեք այնպիսի ընդդիմություն ունի մի այնպիսի օրակարգ, որը նախորդ օրակարգերից, այսինքն այնպիսի մի ծրագիր, որը նախորդ ծրագրերից կտարբերվի մի բանով, որով որ կնպաստի ավելի լայն մարդիկ, ավելի լայն զանգվածներ, հանրապետականի նախ մշակած իմպիչմենտը երբևէ եղած օրակարգերից տարբերվում է նրանով, որ A կետից մինչև B կետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը կամ ներգործությունը զրոյական է։ Դա հնարավոր է իրագործել առանց կախված լինելու իր հրաժարականներից, արտահերթ հերթական ընտրություններից, ընտրությունները նորմալ անցկացնել թե կեղծելուց, ինքը այդտեղ զրո դերակատարում ունի։ 1, երկրորդ, փողոց հանելու առումով, թե օրակարգի մակարդակով եւ թե տեխնիկական մակարդակով առկա են բազմաթիվ նոր լուծումներ, որոնք մենք ուրախ կլինենք ի նպաստ դնել, որոնք մենք նես չգիտեինք, չէինք օգտագործել։ Սովորում ենք ընթացքում։ Պարոն Մամեջանյան, ինչ որ տեղից կռիվ անելու, որ այս հարցը չտայինք։ Կարճ է։ Ինչ որ տեղից քայլելով կգաք, վրաններ կդնեք, փողոցներ, ինչ ֆորմատները կհրապարակենք իմանանք։ Պարոն Սարգսյանը հնարավոր է գալու է փողոց։ Նախագահ Սարգսյանը չեմ կարող նույնիսկ թվարկել, թե քանի փողոցային ակցիաների է մասնակցել եւ ցույցերի հարցը ռելևանտ չէ։ Պարոն Մամեջան, քանի որ ձգձգվում է ձեր մասնակցությունը ընտրություններին հայտնելու այդ հայտարարությունը։ Չի ձգձգվում։ Չէ, դեռ չեք հայտնել, շատերը հայտնել են, դուք չեք հայտնել։ Հնարավոր է դուք գնահատել եք ձեր շանսերը, հասկացել եք, որ ապագա խորհրդարանում շանսերը քիչ են եւ հիմա իմպիչմենտը նորից վերարտադրել։ Մենք գնահատել ենք մեր շանսերը եւ վստահ ենք, որ մեր ընտրություններին մասնակցելու պարագայում հավաքած տոկոսը անցողիկ է։ Եվ պարոն Մամեջանյան, կներեք հարցել, առաջին նախագահի առաջարկի շուրջ հանրապետականում քննարկում եղել է, թե չէ, նա առաջարկում էր բոլորին միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ, նշելով, որ նա ինքնաբավ է եւ կարող է փրկել ազգը։ Իմ խորին հարգանքով նախագահ Տեր-Պետրոսյանի հանդեպ այդ հայտարարությունը ես ավելի շատ ընկալել եմ որպես գնահատական, քան որևէ առաջարկ, որովհետև նախագահ Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես քաղաքական միավորը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրությունների։ Ուստի նորից խորին հարգանքով նախագահ Տեր-Պետրոսյանի հանդեպ իր այդ հայտարարությունը ես ընկալել եմ որպես գնահատական, այլ ոչ թե կոնկրետ առաջարկ։ Շնորհակալ եմ։